Այսօր խոսում ենք մի թեմայի մասին, որ շատերն անվանում են մշակութային սպանդ։ Ինչ է իրականում կատարվում Արցախի մշակութային ժառանգության հետ եւ ինչու է աշխարհը կրկին լուր։ Մեզ հետ մշակութաբան Կարինե Հակոբյանն է, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Վերջին տվյալով Արցախում ոչնչացվել են Ստեփանակերտի Մայր տաճարը եւ Սուրբ Հակոբ եկեղեցին։ Եկեք ուղիղ ձևակերպենք, սա մշակութային սպանդ է։ Այո, դա բնականաբար մշակութային բարբարոսություն է, սպանդ է, որը շարունակվում է եւ մենք կարող ենք փաստել, որ ցեղասպանությունը շարունակվում է, որտեղ ցեղասպանությունը միայն մարդկային զոհեր չեն, դա հայրենիքի կորուստ է, հողերի կորուստ է եւ մշակույթի եւ շարունակվում է առ այսօր։ Եվ Արցախը ցավոք սրտի մենք 111 տարի է անցել Եղեռնի օրից, ապրիլի 24-ը, երբ նշում ենք, ցեղասպանությունը դե ավելի շուտ է, պարզ է, ավելի վաղ ողբերգություն է, եւ մենք պահանջում ենք, մենք բողոքում ենք, մենք ստիպում ենք, մենք համոզում ենք, որ ճանաչեն ցեղասպանությունը, բայց հետևանքը եղավ Արցախի կորուստ, այսինքն մենք այնուամենայնիվ ինչ-որ բան ճիշտ չենք անում։ Եվ պետք է դա այնուամենայնիվ մենք գիտակցենք, որտեղ վերջին այս ողբերգական իրադարձությունները մեզ պետք է սթափեցնեն։ Ադրբեջանը, որը Թուրքիայի կրկնօրինակն է, սիոնիզմի ստեղծած պետությունը, իրեն այսօր բացարձակապես չի պահում հաղթող պետության նման, որովհետև հաղթող պետությունը անգամ որքան էլ բարբարոս լինի, նա այդքան չարացած եւ զայրացած չի։ Ունի ամեն դեպքում։ Այո, այդքան զայրույթ նրա մեջ չի լինում։ Եվ երբեմն ես մտածում եմ, որ ինքը չի ընկալում իր հաղթանակը եւ ուրեմն այդ հաղթանակը բնականաբար իրեն չի պատկանում։ Ինչ որ առումով դա լավ է իհարկե, որ այդ հաղթանակը իրեն չի պատկանում, որտեղ դա իրական հաղթանակ չէ, այնպես լայն առումով, բայց շատ վտանգավոր մի ժամանակաշրջան է, երբ մեր սրբությունները իրենց ձեռքին են եւ մենք ամեն օր այսպես ահով սպասում ենք, թե ինչ մի նոր վատ լուր կարող ենք լսել։ Այսինքն իրենց մեծահոգությունից է կախված մեր մշակութային գոհարները կպահպանվեն, թե ոչ։ Միջազգային հանրությունը ինչպես միշտ եղել է, այսօր էլ լուր է, եւ մենք պետք է ճիշտ է մեծ հույսեր չկապենք իրենց հետ, բայց պետք է այդ ասպարեզում գոնե լինենք շատ կտրուկ։ Օրինակ ինչու մենք հետ չենք կանչում ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ՄԱԿ-ի այդ հանձնաժողովից մեր ներկայացուցչին, ինչ օգուտ ենք մենք մինչև հիմա ստացել։ Այսինքն վնասով են աշխատում միջազգային ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուք նշեցիք եւ այլ միջազգային կազմակերպությունները, միգուցե այս երևույթը վաղուց արդեն դարձել է ընդունելի, թույլատրելի տար։ Հարցը միայն թույլատրելին չէ, հարցը այն է, որ դա համաշխարհային մտայնության համատեքստում է, դա միայն մեզ հետ չի, որ տեղի է ունենում։ Իրաքի պատերազմի ժամանակ հենց այդ օրերին ես Միացյալ Նահանգներում էի եւ մետրոպոլիտեն թանգարանում ցուցահանդես էին կազմակերպել միջագետքի գանձերը անմիջապես, այսինքն այնտեղ վերացնում են, տեղափոխում են, նույնը Սիրիայում հնագույն քաղաքակրթություն են վերացնում։ Դա համաշխարհային երևույթ է եւ մենք որպես մշակութային ազգ ամենից շատն ենք դժում, որովհետեւ մենք յուրահատուկ ազգություն ենք, այնուամենայնիվ պետք է ընդունենք եւ դա պետք է ընդունենք ոչ թե որպես պարտանալու առիթ, այլ որպես պատասխանատվություն, որպես պարտականություն, որպես առաքելություն, որը մենք մոռացել ենք։ Եվ դա է պատճառը, որ մենք այսօր այս վիճակում ենք։ Ադրբեջանը այդ եկեղեցիների եւ հուշարձանների ոչնչացումը անվանում է օկուպացիայի խորհրդանիշներ։ Սա արդյոք վտանգավոր նախադեպ չէ ցանկացած մշակույթ քաղաքական պատճառաբանության ոչնչացնելու համար։ Գիտեք, Ադրբեջանի խոսույթը, ընդհանրապես տեքստերը զառանցանքի է նման։ Անկամ քննարկել
հնարավոր չէ, անգամ մերժել հնարավոր չէ, որովհետև ինչ որ մի տրամաբանության շրջանակում պետք է լինի, որտեղ սուտնել ունի որոշակի տրամաբանություն, դա անգամ սուտ չի, դա զառանցանք է։ Եվ մենք այդպես պետք է վերաբերվենք, ցավոք սրտի Ադրբեջանի մեջքին կանգնած են հզոր պետություններ, եւ դա է, որ իրեն հնարավորություն է տալիս այդպես ամբարտավան պահել, այդպես անամոթաբար, գիտեք, երբեմն, եթե մենք այդ կորուստները չունենայինք, այսպես կողքից նայելիս, անգամ կարելի է խղճալ։ Եվ Ադրբեջանի դեպքում հակառակն է։ Դա նրան ուզում են համոզեն, որ ինքը առյուծ է, բայց ինքը երբեք չի կարող։ Ամբիցիաները մեծ են։ Այո, բայց ինքը այնուամենայնիվ չի հավատում դրան, այնուամենայնիվ այդ հաղթանակի ընկալումը չկա, որովհետև չկա, ինքը գիտի ինչպես է հաղթել։ Ինչու եք այդպես կարծում։ Որտեղ ինքը գիտի իրականությունը, ինքը գիտի, ինքը ուզում է, որ այդպես չլինի, բայց ինքը հասկանում է, այդքան հասկանում է, գոնե ղեկավարները հասկանում են, եւ իրեն գիտեն հաղթանակը ինչպես է տեղի ունեցել, որ աշխարհի հետախուզական գաղտնի համաշխարհային ծառայությունների համակարգմամբ այդ աստիճան մի փոքր Հայաստանի դեմ։ Կարող ենք ասել, որ սա պատերազմ է ոչ թե տարածքների, այլ արդեն հիշողության դեմ։ Այո, դա պատերազմ է եւ տարածքների եւ հիշողության, շատ ճիշտ նշեցիք, որովհետեւ մեր պարագայում նաեւ եւ դա ամբողջ աշխարհում է այդպես տեղի ունենում, ուզում են ժողովուրդներին, որպեսզի վերացնեն ազգությունները, կտրեն իրենց հիշողությունից, արմատից։ Իսկ ընդհանրապես ինչպես է հավաքականությունը, յուրաքանչյուր մարդ ինչպես է մտածում, նա ունի հիշողություն եւ ունի ապագայի ծրագրեր։ Եվ դրա շնորհիվ է, այդ երկու կողմերի շնորհիվ է, որ ներկան գոյություն ունի։ Եթե ներկայից դու կտրում ես անցյալը եւ ապագան դա ծրագրերն են, անցյալը դա հիշողությունն է, լավ կամ վատ հիշողությունը, այնուամենայնիվ հիշողությունը, դու ներկայում դու ակտիվ ես ներկայում, դու զարգանում ես, դու առաջ ես գնում, բայց հենված ես անցյալի վրա։ Հիմա ինչ տեղի ունեցավ մեր պարագայում այս խաբուսիկ անկախության, կներեք այդպես պետք է ասեմ, որովհետև իրականում մենք այս մեզ մոլորեցնող անկախությունը, մենք մեր ցանկությունը իրականության տեղ փորձեցինք անցկացնել, բայց այդպես չէ։ Մենք հենց այս ամբողջ տարիներին ինչ խոսույթ ենք լսում, որ պետք է ներկայով ապրել, պետք չէ ետ դառնալ, պետք չէ երազել, ինչ է ազգային երազանքը, այդ հեգնանքը, որ ասում են նրանց, ովքեր ապագայի ծրագրերի մասին են խոսում, եթե հիմա չէ, բայց գոնե ապագայում։ Դա պատկերացրեք գետը, որը հոսում է։ Եթե գետը դուք երկու կողմից կտրեք, ինչ կլինի մեջտեղում, այդ ներկան կդառնա ճահիճ։ Դա էլ ժողովուրդների հետ է տեղի ունենում։ Դու կտրում ես անցյալից, կտրում ես ապագայից եւ դա սկսում է քայքայվել։ Եվ եթե մենք դա չհասկանանք, ինքնաոչնչացման գործընթաց է։ Այո։ Խոսենք նաև մենք ենք մեր սարերը հուշարձանի մասին, որը շատերի համար դարձել է Արցախի խորհրդանիշ։ Այո, վերջին օրերին ադրբեջանական մեդիայում անվերջ խոսում են այդ հուշարձանը ապամոնտաժելու, ոչնչացնելու մասին։ Սա սովորական տրամաբանությամբ շարքային մշակութային վանդալիզմ կարող ենք համարել, թե արդեն սա քաղաքակրթական հանցագործություն է։ Ինձ երկուսն էլ իհարկե, որովհետև բարբարոսությունը Եթե եկեղեցու դեպքում մենք հասկանում ենք, որ հոգևոր արժեքներ են եւ այլն, կրոնական նաեւ նշանակությունը հաշվի առնելով մեր ազգային առաջին հերթին այս դեպքում մենք ենք մեր սարերը հուշարձանը նոր ժամանակների ստեղծագործություն է եւ դրա ոչնչացումը ինչ որ կերպ արդարացված է։ Դե ինչպես կարող է արդարացում ունենալ։ Ադրբեջանը արդարացումներ է փնտրում։ Ինքը արդարացում փնտրում է, ենթադրում է, որ քաղաքական առումով ինքը մտածում է, որ եթե արդեն սա Ադրբեջան է, իսկ դա խորհրդանշում է Արցախի այդ
տեր լինելը, արցախցիների, Արցախի տատիկ պապիկի տեր լինելը այդ տարածքին, իրենք այդպես պետք է որ բացատրեն, բայց դա իրենց ինչ ասեմ, իսկապես իրենց պահում են պարտված, չարացած եւ բարբարոս բոլոր առումներով ժողովրդի նման եւ միակ իմ կարծիքով ճանապարհը իրենց վրա ազդելու դա որքան որ ես իրենց փորձել եմ հասկանալ դա վախն է, իրենք պիտի վախենան, իրենց այդ ուրիշ կերպ հնարավոր չի։ Այն միաժամանակ մենք ինչ քայլեր պետք է ձեռնարկենք եղածը պահպանելու փրկելու համար։ Այնինչ վերաբերում է մշակույթի ասպարեզին շատ կտրուկ եւ այդտեղ որևէ վտանգ չկա։ Այնքան կտրուկ, որ պետք է իսկապես ետ կանչել եւ դուրս գալ այդ կառույցներից։ Կամ իրենց մասնակցությունն են բերում եւ իրենց խոսքն են ասում եւ մենք դրա արդյունքը տեսնում ենք, կամ մենք ավելորդ ծախս անելու իմաստ չկա, իսկապես իմաստ չկա։ Այսքան տարիներ ընդհանրապես Ինչ շոշափելի արդյունք ստանալու տեսանկյունից ինչ կարող ենք անել։ Պաշտպանելու տեսանկյունից ինչպես կարող ենք պաշտպանել դրանք։ Դե իրենց վրա ազդելու միակ ճանապարհը որ իրենք պետք է վախենան։ Իրենք պետք է վախենան, իրենց պետք է ձեռնտու չլինի դա անելը։ Իսկ մինչ այսօր իրենք են մեզ վախեցնում։ Իսկ մշակութային ատյաններում մենք պետք է շատ ինքնավստահ եւ շատ համարձակ լինենք եւ իրենց պետք է ասել, որ մենք սնապարծ չենք, բայց դուք այն ինչ ունեք մշակութային ասպարեզում, մեր շնորհիվ է։ Եվ եթե չեք ասում գոնե շնորհակալություն, բայց գիտեք ինչ է, շատ միամիտ է այն ինչ ես հիմա ասում եմ, մտայնությունը համաշխարհային զարգացման հակամշակութային է, այնպես որ ձայն բարբարու հանապատի, ասես թե չասես։ Հակամշակութային է եւ դա պարզապես այս ժամանակաշրջանը բոլորովին բարենպաստ չէ մշակութային ազգերի համար եւ հատկապես մեզ համար։ Հիմա մենք պետք է այս ժամանակաշրջանի զարգացման մտայնությունները հասկանալով կարողանանք պահպանվել եւ պահպանել գոնե այն, ինչ այսօր կա։ Որովհետև շատ արագ է փոխվում եւ ես հույս ունեմ, որ այսպես երկար չի կարող շարունակվել եւ մարդկությունը արդեն հասկանում է ինչ է տեղի ունենում աշխարհում։ Հայաստանում հիմա շրջանառության մեջ է դրվել երկկողմանիության թեզը, տեսակետ, որ երկկողմանի խնդիր է սա։ Իսկապես կարելի է հավասարության նշան դնել համակարգված ոչնչացման եւ առանձին եզակի դեպքերի միջև։ Նախ ընդհանրապես մենք ինչն ենք ոչնչացրել, եթե հավասարության նշան դնենք։ Ոչինչ։ Մենք եւ լավ է որ չենք ոչնչացրել, որովհետեւ երբեք չպետք է հավասարվենք իրենք։ Մենք լրիվ ուրիշ առաքելություն ունենք։ Մենք պարտականություն ունենք ինքներս վերադառնալու մեզ եւ դարձյալ շարունակելու աշխարհին տալ մշակույթ եւ քաղաքակրթություն։ Այնպես որ հավասարության նշանի մասին խոսք լինել չի կարող, բայց նաև մեծամտություն պետք չէ, որովհետև այդ ձիրքերը մեզ Աստված է տվել, մենք մեզ չենք տվել։ Ուղղակի մենք պետք է ինքներս մեզ ճանաչենք, հասկանանք այդ ազգային ինքնաճանաչողությունը, որը կրթական համակարգից լրիվ բացակայում է։ Ինչպես ստացվեց, որ կրթական համակարգից սկսեց բացակայել մշակույթը։ Դե պետական քաղաքականությունը Եվ երբ սկսվեց դա։ Ինչ վերաբերում է մշակութային, ընդհանրապես մենք ինչու անկախացանք։ Մենք անկախացանք հենց սեփական մշակութային քաղաքականություն ունենալու համար, որովհետև խորհրդային միության տարիներում մենք անվտանգ էինք, ապահով էինք, սոցիալական ապահովություն կար, հզոր պետության մի մաս էինք ասում, անverջ պայքարում էինք։ Այո, միայն այդ գաղափարախոսությունն էր 15 հանրապետությունների համահարթեցման, եւ դա էր
որ արդարացնում էր մեր ձգտումը, որ մենք ուզում ենք։ Բայց մենք անկախացանք, մոռացանք հիմնական պատճառը, ինչու ենք անկախացել, եւ շեշտը դրեցիք սոցիալականի վրա, կապիտալիզմը, հարստություն, ազատություն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է մշակութային ինքնությանը, որի համար արժեր անկախանալ, որտեղ մշակութային ինքնության պահպանությունն է միայն, որ իսկ դրա համար պետք է ունենաս մշակութային լավ համակարգված քաղաքականություն եւ մշակույթի հզոր նախարարություն, որը համակարգի բոլոր ոլորտները, որոնք առնչվում են մշակույթի հետ։ Այդ անկախացումից ի վեր մենք հզոր մշակութային որևէ արժեք տվել ենք աշխարհին։ Տվել ենք, ուղղակի այնքան մեծ փոփոխություններ եղան եւ սահմանները բացվեցին, դա բնական է, մեծ մասը մեկնեցին Հայաստանից։ Ընդհանրապես ես մտածում եմ, որ հայ ժողովրդի առաքելությունը այնուամենայնիվ համաշխարհային է։ Բայց միևնույն ժամանակ շատ ցավալի է, որ այսպես մենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք դոնոր մշակույթի բնագավառում, այսպես արունակամ լինենք վերջում։ Դա նշանակում է, որ մենք պետք է լինենք այն վարդակը Հայաստանը, որից այդ էներգիան սնուցվում են, բայց դու չես ոչնչացնում այդ վարդակը, այսինքն այդ հողը, որովհետև մի քանի սերունդ միևնույն է իրենք ձուլվում են, եւ այդ հողի արժեքը մենք պետք է իմանանք եւ անverջ շնորհակալ լինենք, անverջ։ Քաղ հասարակությունը մեր իրականությունում որևէ բան կարող է փոխել այս սանձարձակ վարքը Ադրբեջանի զսպելու համար։ Եթե մենք միջազգային ատյաններում որևէ բան չենք, մեխանիզմներ չկան, որ կարողանանք ՅՈՒՆԵՍԿՕ-ում օրինակ մեր հարցը խնդիրը բարձրացնել եւ լուծել։ Շատ հետաքրքիր մի թեմայի անդրադարձակ։ Եթե նկատել եք, շատ пассив է այդ քաղ կոչված հասարակությունը։ Ինչու՞։ Որովհետև ոչ թե հասարակությունը, այլ այդ քաղ հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը միշտ ֆինանսավորվել է այսպես հավաքական արևմուտքի հովանավորությամբ։ Այդ ծրագրերը հիմա այդ թեման այդպեսին չի։ Դարձյալ ֆինանսավորվում են, բայց ծրագրերը մշակութային չեն, հակամշակութային են։ Այդ իսկ պատճառով մենք չենք լսում իրենց բողոքը այս ասպարեզում, նույնը բնապահպանական, ուր են կորել բնապահպանական նույն մշակութային ուր են։ Իսկ արդյոք բարձրաձայնելով ինչ որ բան կփոխվի։ Դե, եթե դա արդեն քանակը որակ է տալիս, բնականաբար նշանակություն կունենա։ Ինքը կփոխվի թեկուզ ներսում մարդկանց մտածողության մեջ, իսկ դա շատ կարևոր բան է, ինչ ազդեցություն է թողնում։ Օրինակ, ես եկա ձեր հաղորդմանը եւ հաճույքով եկա, որովհետեւ ես ցանկություն ունեմ ձեր միջոցով, ձեր շնորհիվ, այն ինչ ես մտածում եմ եւ կարծում եմ, որ եւ ուզում եմ, որպեսզի դա լսեն, որպեսզի դա տարածվի։ Նույնը քաղաքացիական հասարակությունը, չէ, մասնակցում է հաղորդումների, նա մտքեր, գաղափարներ է տարածում եւ հասարակական կարծիք է ձևավորում։ Բայց հիմա այդ ասպարեզում շատ անբավարար է այն ինչ անում է։ Շնորհակալություն ձեր մտքերը մեզ հետ կիսելու համար։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք մշակութաբան Կարինե Հակոբյանի հետ։ Ցտեսություն։